Բարի երեկո, դուք դիտում եք բացահարթակ, այսօր իմ հյուրը ժողովրդավարության եւ անվտանգության հայկական կենտրոնի տնօրեն Արնոլդ Բլեյանն է, բարև ձեզ։ Ողջույն։ Եվ այսպես օգոստոսի 2-ին նորընտիր ազգային ժողովի առաջին նիստն է լինելու, պարոն Բլեյան, ըստ ձեզ ինչով է տարբերվելու նոր խորհրդարանը նախկին խորհրդարանից։ Թեպետ փոխելու են մեղադրանքները փոխադարձ, բայց միևնույն ժամանակ դեժավյու ենք ապրելու, որովհետև այն գողփիսո քաչալշուն կռիվը, որ մենք տեսել ենք 21 թվականից ի վեր, թերևս շարունակվելու է 26 թվականին ընտրված խորհրդարանում, եւ ես սա խնդրահարույց եմ համարում։ Ես այնուամենայնիվ հույս ունեմ, որ այդ ընտրակեղծարարության кейսերը, որոնք այդքան շատ կան, ի վերջո կբերեն տրամաբանական ավարտին, իսկ դրանց տրամաբանական ավարտը, որ այն կուսակցությունները, որոնք արդեն դատարանի վճռով ապացուցվել է, որ ընտրակեղծիկ են, ընտրակեղծարարությամբ են զբաղվել, իրենք պետք է փակվեն, իրենք պետք է դուրս բերվեն քաղաքականությամբ, որը միգուցե բերի նաև տրամաբանական է արտահերթ ընտրությունների։ Բայց այդուամենայնիվ այդ ուժերը, որոնց դուք մատնանշում եք, առանց չնայած անուններ տալու, արդեն խորհրդարանում են։ Ես նկատի ունեմ, որ դուք նաև ուժեղ Հայաստանն եք հենց նկատի ունենում նաև։ Ոչ միայն, որովհետև ըստ երևույթի մոտ 3, նաև երբեմն 4 կուսակցությունների են վերագրում այդ ընտրակաշարքի դեպքերը, դուք կոնկրետ որպես ընտրությունների մասնակից։ Ուժեղ Հայաստանի մասին, Հայաստան դաշինքի մասին, Բարգավաճ Հայաստանի մասին, Միասնության թվեր կուսակցության մասին, ես լսել եմ միգուցե սխալվում եմ, բայց կարծեմ հենց այդ 4-ի մասն է հիմնականում խորհրդարանում Հայաստան դաշինքը ուժեղ Հայաստանն է։ Իհարկե առաջինը վերաբերվել է հենց ուժեղ Հայաստանի։ Կապ չունի, եթե նույնիսկ չես անցել խորհրդարան, բայց դու զբաղվել ես ընտրակեղծարարությամբ եւ կա դատարանի վճիռ, դու պետք է այլևս չշարունակես քաղաքականությամբ։ Կարծում եմ պետք է այստեղ օրենսդրերն այդ բացը լրացնել, որովհետեւ չի կարող այլևս 21-րդ դարում Հայաստանի Հանրապետության ընտրությունների ժամանակ կաշառք բաժանվի եւ վերջ։ Բայց այդուամենայնիվ ունենք այն, ինչ ունենք, եւ հենց 3 ուժ է այս պահին արդեն հայտնվել ազգային ժողովում եւ օգոստոսի 2-ին լինելու է առաջին նիստը խորհրդարանի։ Էլի եմ ուզում հասկանալ, ինչով է տարբերվելու սա նախկինից։ Միևնույն է, եթե անգամ ինչպես դուք եք ասում, այդ կուսակցությունները դադարեն լինելուց, իրենք արդեն խորհրդարանում են այս պահին։ Ինչ ենք մենք տեսել 21 թվականից ի վեր։ Հայաստան եւ պատիվ ունեմ դաշինքները երբեմն սինխրոն, երբեմն ունենալով որոշ տարաձայնություններ, հիմնականում աշխատել են ընդդեմ Հայաստանի Հանրապետության պետականության կամ զարգացման կամ ռեֆորմների իրագործման, երբ օրինակ իշխանությունը բերում էր ինչ-ինչ օրինագծեր, որոնք միտված են Հայաստանի Հանրապետության զարգացմանը, իրենք ոչ թե քննարկում էին, թե ինչպես կարող ենք այդ օրինագիծը, այդ ռեֆորմը դարձնել ավելի բարենպաստ, ավելի գործուն, ավելի կամ ինչպես կարող են իրենք աջակցել, իրենք բուն ռեֆորմն են քննադատել եւ ընդհանրապես իրենց ուղենիշն է եղել, որքան վատ Հայաստանի համար, այնքան լավ իրենց համար։ Ես չեմ տեսնում տարբերություն Հայաստան եւ պատիվ ունեմ դաշինքների եւ արդեն ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքների միջեւ, խմբակցությունների միջեւ, որովհետեւ դե իսկ ո՞րն է այդ տարբերությունը, այսինքն Հայաստան դաշինքը կա, նույն այդ Հայաստան դաշինքն է, նույն Ռոբերտ Քոչարյանն է, երկրորդ նախագահը, նույն դաշնակցությունն է, մենք իրենց շատ լավ ենք ճանաչում, գիտենք իրենք ինչին են ընդունակ, ինչեր են ավելի մարդ նախապատվությունը տվեց ձեր ասած ուժերին։ Այո, եւ հիմնականում իհարկե եղել է խոսքը, ես հենց ասում եմ արդեն ուժեղ Հայաստանին, ուժեղ Հայաստանն էլ ինչ էր խոստանում։ Ուժեղ Հայաստանն ասում էր, որ 300,000 ադրբեջանցիներ կազմ պատրաստ սպասում են, որ Նիկոլ Փաշինյանը հաղթի եւ իրեն գան բնակություն հաստատեն Հայաստանի Հանրապետությունում, առայժմ դա չկա։ Ինչ որ արհեստական բանականությամբ տեսահոլովակներ էին պատրաստում, երբ կինը զարթնում էր գիշերվա սարսափից հետո, ասում են հանգիստ քնի, արդեն Նիկոլ Փաշինյանը չէ վարչապետը, այսինքն Նիկոլ Փաշինյանը շարունակում է լինել վարչապետ, Սամվել Կարապետյանը վարչապետ չէ, ուր են այդ տագնապները, ուր են այդ ապոկալիպտիկ այդ հետևանքները, որոնց մասին իրենք գուժում էին։ Իրենք տեղի չեն ունենում։ Ինչ եղավ իր անձնագրի հետ։ Ի վերջո նա ասում էր, որ իրենք արդեն դիմել են, ընթացակարգի մեջ է, բայց բոլորովին վերջերս պարոն Կարապետյանը վրդովեց, երբ հերթական անգամ իրեն հարցրին անձնագրերի մասին, քաղաքացիության մասին,
Նա ասաց, որ երբ պետք լինի այն ժամանակ էլ դա կանեմ, այսինքն նա ստել է ըստ երևույթի, դա այդպես է դուրս Ինչ առումով է ստել։ Որովհետև իրենք ասում են, որ իրենք արդեն դիմել են, որպեսզի ընդհանցակարգ է, շուտով է սա իրենք հրաժարվեն Կիպրոսի եւ Ռուսաստանի Դաշնության անձնագրերից, իսկ հիմա պարզվեց, որ երբ պետք լինի, որ այն ժամանակ դա կանեն։ Ես այն ժամանակ էլ ասում, որ իրենք ոչ մի ընդհանցակարգ չեն սկսել, որովհետև եթե իհարկե նա իրենք զբաղեցնեն առաջին տեղը, միգուցե այն ժամանակ նոր իրենք գնային այդ ընդհանցակարգերի կամ հակառակը համանդրական փոփոխություն։ Ես հասկանում եմ ձեզ, բայց դուք հիմա ասում եք, որ Սամվել Կարապետյանը ստել է, որ իբր հրաժարվում էր իր քաղաքացիությունից այլ երկրների, եթե վաղը օրինակ այս դեպքում իրավական հայց ներկայացնեն ձեր դեմ, ինչպես եք դա փորձելու ապացուցել։ Ախր ես բան չեմ ասել, ես ասում եմ ըստ երևույթի իրենք ստել են, որտեղ նախորդիվ ասում են, որ սկսել են ընդհանցակարգ, հաջորդիվ ասում են, որ փաստորեն երբ պետք լինի նոր այն ժամանակ կանեն, համադրելով ես համադրում եմ փաստերը, հիմա իրենք չգիտեմ դաթար են տվել կամ դե թող հետաքրքիր կլինի գնանք դատարան կբացահայտվի ամբողջ Հայաստանի Հանրապետությունը կտեսնի վերջո ընդհանցակարգ կա թե չկա, որտեղ եթե հայց լինի ես կպահանջեմ որպեսզի իրենք բացրաձայնեն եւ պարզաբանեն։ Եվս մեկ հետաքրքիր փաստ, սովորաբար շատ ուժերի ներկայացուցիչներ ասում են, որ այդ 5 միլիոնից ավել մարդը, որ քվեարկել է այս կուսակցությունների օգտին, մեծ մասը, այսպես ասած, ընտրակաշարքի հետևանքով է քվեարկել։ Բայց ես ուզում եմ հասկանալ, դա ընդհանրապես սրթովանք է թե չէ, որովհետև այդուամենայնիվ այդքան մարդ քվեարկել է, չեն կարող չէ բոլորը լինել ընտրակաշարքի շնորհիվ չայկերտավոր կամ հետևանքով գնացած եւ քվեարկած։ Ես չեմ հավատում, որ բոլորը կաշառք են ստացել, դրա համար ընտրել են։ Մի ստվար զանգված, այո, իրենք կաշառք են ստացել, մի ստվար զանգած իրենք ստիպողաբար ըստ երևույթի գնացել եւ ընտրել են, որովհետեւ աշխատում են իրենց կազմակերպություններում կամ իրենց պարտադրել են Ռուսաստանում ինչ-ինչ շերտեր, որպեսզի գնան մասնակցեն ընտրությունների, կամ իրենք եկել են, մասնակցել են, փողը վերցել, գնացել են հետ Ռուսաստան, բայց մի մասն էլ իրենք ասում են՝ մի րոպե, մենք ուզում ենք Սամվել Կարապետյանի Հայաստանը, մենք ուզում ենք Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչյանի Հայաստանը, այսինքն իրենք Հայաստան չեն ուզում։ Իսկ եթե որևէ մեկը ուզում է Ռոբերտ Քոչարյանի Հայաստանը կամ Սամվել Կարապետյանի Հայաստանը, դա նշանակում է իրենք Հայաստան չեն ուզում։ Մենք ապրել ենք Գագիկ Ծառուկյանի Հայաստանում, որտեղ իրենք կոալիցիան մաս են կազմել։ Մենք ապրել ենք Սամվել Կարապետյանի Հայաստանում, որտեղ իր եղբայրը Հայաստան Հանրապետական կուսակցության անդամ էր։ Նա երբեք որևէ ձայն չի հանել, խնդիրներ չի բարձրաձայնել, երբ Ռոբերտ Քոչյանն ու Սերժ Սարգսյանը ուզուրպացրել են իշխանությունը Հայաստանում։ Այսինքն իրենք խնդիրներ չէին բարձրաձայնում, երբ Ռոբերտ Քոչյանը սկուտեղի տակ մատուցում էր ամբողջ Հայաստանի ընդերքը եւ մնացած բոլոր ռազմավարական օբյեկտները հանձնում էր այլ պետությանը, տվյալ դեպքում ՌԴ-ին։ Ուր էին իրենց այդ տագնապները, այդ իրենց հայրենասիրական պորտկումները, ինչու իրենք այն ժամանակվանից չէին բարձրաձայնում։ Ինչու Սամվելի եղբայր Կարեն Կարապետյանը այդ ժամանակ օգտագործելով իր պաշտոնական դիրքը չէր միջամտում, չէր ասում՝ մի րոպե այդ գազային խայտարակ պայմանագիրը մի կնքեք։ Սա մեր վերջին հնարավորությունն է, 30% էլ տալիս եք, որ ինչ անեք, եկեք վերաբանակցենք։ Կամ եկեք հիմա տեսնենք այդ Ռոբերտ Քոչյանը գույք պարքի դիմաց, որ այդքան մի քանի 100 միլիոն դոլարի դիմաց, որ հանձնեց լրիվ Ռուսաստանին։ Իսկ ինչու միևնույն ժամանակ Ռուսաստանը բազմամիլիարդ դոլարների պարտքեր էր ներում հարավամերիկյան պետություններին, Ղրղստանին, այլ պետություններին։ Ո՞րն է այդ տրամաբանությունը, չէ՞ որ իրենց մեջ քիմիական ինչ-որ սեր կար Քոչյանի եւ Պուտինի միջև։ Բա ուր է դրա արդյունքը։ Բա մենք չպետք է տեսնենք։ Այդ քիմիական սերը կարծում եք մինչև հիմա կա։ Դե ըստ երևույթին կա, որովհետև ըստ երևույթի դեռ Ռոբերտ Քոչյանը ապավինում է Ռուսաստանի Դաշնությանը, որովհետև առ այսօր մի կծու խոսք չասած։ Եվ իր նախընտրական պայքարի ժամանակ նա ինչ էր ասում։ Ուժեղ առաջնորդ, հզոր դաշնակից։ Այս Ռուսաստանն հզոր դաշնակից է, որ իր պետությունը չի կարողանում պաշտպանել, վայրբերիզներն են տրաքում։ Այդ ամեն դեպքում ունենք այն ինչ ունենք եւ ստացվում է այնպես, որ ընտրության արդյունքից դժգոհ են գրեթե բոլորը, որովհետեւ այսպես կոչված, ինչպես շատ հաճախ դուք եք բնութագրում ռուսամետ ընդդիմությունը, արևմտամետ ընդդիմությունը, իրենք էլ այդպես են բնութագրում այս մյուս ուժերին, քաղաքացիական պայմանագիրը ակնկալում էր սահմանադրական մեծամասնություն, բայց չունի, ստացվում է այնպես, որ բոլոր կողմերի սպասելիքները չարդարացան։ Դա ճիշտ է, ոչ ոք իր ուզածին չհասավ, ես էլ գոհ չեմ այդ արդյունքներից, որովհետև ես կարծում եմ, որ պետք է ընդդիմափոխություն տեղ ունենա Հայաստանի Հանրապետությունում, որովհետև մեզ օդու ջրի պես նոր ընդդիմություն է պետք, ընդդիմություն, որը կպահի իշխանությանը հաշվետու, ընդդիմություն, որը կստիպի գնալ այնպիսի բարեփոխումների, որոնք
կիսատպրատ չեն իրագործվի, ընդդիմություն, որը չի ծառայի այլ պետությանը, ընդդիմություն, որ ինքն իշխան կլինի, ոչ թե այսպիսի ընդդիմությունը։ Ես ուզում եմ այդպիսի ընդդիմություն տեսնել, որը կլինի այլընտրանքային իշխանություն, հնարավոր հաջորդ իշխանությունը։ Լավ, ընտրության արդյունքներից Որ Պուտինը չի շարունակի լինել ընդդիմությունը մեր մոտ լինել։ Դուք կարծում եք մեր մոտ ընդդիմությունը Վլադիմիր Պուտինն է։ Իհարկե։ Նստած է այնտեղ։ Այսինքն իրենց հետ ինչ քննարկես։ Իրենց հետ ինչ քննարկես։ Ախր իրենք չեն էլ թաքցնում, իրենց ճակատին գրած է Պուտին 1, Պուտին 2, կարելի է համարակարել եւ առանց անուն ազգաներ կանչել ամբիոնից թողան խոսեն։ Պուտին 1, Պուտին 2, Պուտին 20 եւ այսպես շարունակ։ Պարոն Բելեյան, այդուամենայնիվ ընտրության արդյունքները երբ արդեն հայտնի դարձան, դուք որպես հանուն հանրապետության քաղաքորթի անդամ, որ մասնակցում եք ընտրություններին այդ ժամանակ, հետևություններ արեցիք, ինչու այդպիսի ցածր միավորներ ստացավ հենց նույն հանուն հանրապետության կուսակցությունը։ Որովհետև ցավոք իհարկե շատ մեծ ակնկալիք կար, որ մենք կկարողանանք, հա, այսպես ասած, հայամետ կուսակցություններով միավորվել եւ առաջ տանել Եվրոպամետությունը, ամերիկամետությունը անցեք այդ հարցին, ես դա ուզում եի տալ։ Ինչու օրինակ նույն Արամ Սարգսյանը, Արման Բաբաջանյանը, Լևոն Շիրինյանը չկարողացան համախմբվել։ Տարբեր ուժերի ներկայացուցիչների ում հարց տալիս եմ, Շիրինյան, Ազատ Արշակյան, բոլորը ասում են, ես պատրաստ եմ, չգիտեմ, այս մյուսը չուզեց, ես պատրաստ եմ, այս մեկը չուզեց։ Ի վերջո, ինչու չեկան ընդհանուր հայտարարի։ Իրենց, այսպես ասած, յուրաքանչյուրն իր կուսակցության միավորներն էր գերագնահատել, թե անձնական տարաձայնություններ եղան, որ չկարողացան համախմբվել։ Վերջերս Արամ Սարգսյանը հարցազրույց էր տվել, կարծեմ ֆակտորում եւ անդրադարձել էր այդ թեմային, նա բոլորին անդրադարձել էր եւ երբ անդրադարձել էր հանուն հանրապետությանը, նա չասաց, որ նա հանուն հանրապետության կուսակցությունը պատրաստ չէ միավորվել, այլ նա ասաց, որ եթե մենք միավորվեինք, մեծ փոփոխություններ չէին լինել։ Ես կարծում եմ, որ հակառակը, եթե օրինակ մենք միավորվեինք հանուն հանրապետության կուսակցությունը եւ հանրապետություն կուսակցությունը միավորվեին եւ նույնիսկ կուսակցական ցուցակով միասնական գնային, ապա այլ ուժեր նույնպես այդ մագնիսական դաշտով կգային կմիավորվեին եւ շատ մեծ հնարավորություն կստանայինք։ Համենայնպես դա տեղի չունեցավ, բայց ի սկզբանե մենք պատրաստ էինք եւ հանրապետություն կուսակցությանը եւ այլ նաեւ չեկավ այդ ընդհանուր հայտարարին, որ այդ միավորումը տեղի չունեցավ։ Մենք արդեն երկրորդ անգամ ենք այսպիսի դեպքի ականատես լինում։ Նույն Գյումրիի թիմ ընտրությունների ժամանակ էլ այնպես չէր, որ այս ուժերը, այսպես ասած, միակարծիք էին։ Դե տեսեք, ի վերջո կան նաեւ երկու կարևոր ուղենիշ կա, որոնց շուրջ պետք է լինի համախմբվածություն։ Իհարկե կա նաև 5-6 մոտավորապես մենք ունենք, բայց երկուսը շատ կարևոր է։ Դա առաջինը Եվրաքվեի նախագիծն է, որովհետև Հայաստանի ապագան Եվրոպական միության անդամակցությունն է։ Եվ երկրորդը դա օգոստոսի 8-ի հռչակագիրն է։ 25 թվականի օգոստոսի 8-ի հռչակագիրը։ Այսինքն եթե չկա համախոհություն այդ երկուսից մեկի շուրջ, ապա դժվար է իրար հետ համախմբվել կամ վաղը չեմ իսօր ազգային ժողովում աշխատել եւ այսպես շարունակ։ Եվ իհարկե այդտեղ էլ խնդիրներ կային, բայց գիտեք, շատ բաների շուրջ կարելի էր պայմանավորվել կամ ինչ-որ որոշումներ փոփոխել կամ դիրքավորումների շուրջ գալ համաձայնության, բայց դե այն որ ասում են տանգուն մենակ չես կարող ապարել։ Հիմա դե մենք պատրաստ էինք դեռ Գյումրիի սցենարից հետո մենք էլի պատրաստ էինք, մենք չենք հաստատվել այն արդյունքներից, որը Եվրադաշինքը մատուցեց։ Մենք հասկացանք, որ պետք է քաղել դասեր եւ գնալ առաջ։ Եվ այնուամենայնիվ մենք պատկերացնում ենք, որ չենք կարող նաեւ չմասնակցել ընտրությունների, որովհետեւ պետք է մասնակցես, որպեսզի տեղ հասցնես քո խոսքը, այդ ընդդիմափոխության կարևորությունը տեղ հասցնես։ Այսինքն դուք ընդունում եք, որ այդուամենայնիվ եղել են հարցեր, որոնց շուրջ համախմբումը հնարավոր չի եղել։ Գիտեք, այնպես չէ, որ օրինակ հենց Արամ Սարգսյանը միայնակ պետք է այդ որոշումը կայացներ, որովհետև նա ունի կուսակցության անդամներ, մի մասը համաձայն են, մի մասը համաձայն չեն, ես հիմա իրենց տեղը չեմ կարող խոսել, կա կուսակցական էգոիզմ հասկացողությունը, կան անձնական ամբիցիաներ, այնքան խնդիրներ կան, ցուցակագրում կան, ով որորդ համարն է, միավորում ես այս կուսակցության հետ, սա շատ դժվար է, հասկանում եք, կուսակցական եւ անձնականը ստորադասել ավելի վեհ նպատակի եւ ասել
հանուն ոչինչ թող լինեմ ես 7-րդը, 8-րդը, միգուցե ես չանցնեմ խորհրդարան, բայց ես գամ մասնակցեմ ընտրությունների հակառակ դեպքում դա ասում ես, եթե ես 10-րդ համարն եմ, ես չեմ մասնակցում ընտրապայքարին, ինչի՞ս է Շատ հետաքրքիր բան եք ասում, պարոն Բլեյան, որովհետև տեսեք, դուք ասում եք կան կուսակցական գաղափարներ, կան անձնական, այսպես ասած, տարաձայնություններ, ամբիցիաներ, ինչպես դուք ասացիք, շատ հաճախ շատերը այսպես տարբեր լրատվամիջոցներում նստում խոսում են հայրենիքից, վեհարժեքներից, քննադատում են Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, այդ վեհարժեքներն են բայց որ պետք է լինում բայց երբ պետք է լինում, այսպես ասած, այդ հանուն հայրենիքի, ինչպես շատ հաճախ բնութագրվում է, իրենք իրենց անձնական ամբիցիաներն են դնում առաջ բերում։ Դե դեպքում ներողություն ինչի եք մեղադրում նույն Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին, որ այդ մարդն իր անձնական ամբիցիաներով ուզում է շարունակել մնալ քաղաքականության մեջ։ Այսինքն, երբ հերթը իրենց է հասնում, անձնական ամբիցիաները կարևոր են, երբ մյուսներին է հասնում, իրենք, չգիտեմ, Կրեմլից ուղարկված ագենտներ են։ Ախր հենց այդ եմ ուզում ասեմ։ Ասենք Ռոբերտ Քոչյանը սեփական գուցե անձնական ամբիցիաներն էլ է ստորադասում Կրեմլից եկած ամբիցիաներ։ Ի վերջո կա այդ տեսաձայնագրությունը ներողություն ձայնագրությունը որտեղ նա աղերսում է անձնական ամբիցիաներով չկարողացան համախմբել, իսկ գուցե համախմբման դեպքում այլ արդյունք լինի։ Իհարկե այլ արդյունք կգտա, որտեղ եթե երկու ուժ համախմբվում են, այլ քաղաքացիական ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, որոնք չեն հարում որևէ կուսակցությանը, պարզապես քաղաքական գործունեությամբ են, իրենք էլ են գալիս միավորվում, հասկանում եք, եւ ամեն մի միավորում դա ցուցակների խնդիր է առաջացնում եւ մարդկանց մոտ դժգոհություններ է առաջացնում։ Դուք չեք պատկերացնի, որքան դժվար է մարդկանց հետ նստել մի սեղանի շուրջ պայմանավորվել, ասել լավ, եկեք կռիվ չանենք ով-որդ համարն է, ժիրիբիով կանենք, տեսնենք ով-որդ համարն է։ Խնդիրներ է առաջանում, ֆինանսական խնդիրներ, ով որքան գումար եւ այլն, սա շատ դժվար աշխատանք է եւ ես հա ցավով եմ ասում, որ մենք չկարողացանք նորից ստորադասել այդ բոլոր խնդիրները եւ վերդասել պետականը, որովհետեւ 21 թվականին մենք նույնպես ասացինք, եկեք միավորվենք, մենք բոլոր դռները թակեցինք եւ միայն կարողացանք Լևոն Շիրինյանի հետ պայմանավորվել։ Եվ մենք ճանապարհ անցանք եւ մենք հպարտ էինք, որ մի քանի ամսվա կուսակցություն էինք եւ մենք կարողացանք այդպիսի արդյունք ձևավորել։ Սա մեր որպես կուսակցության առաջին համապետական ընտրություններն էին, առանձին որպես ուժ մասնակցելու։ Եվ կներեք նորից նույն բանին մենք հասանք, որովհետև էլի մարդիկ գալիս են ասում են կներեք, բա որ հանկարծ մեր ձայնակորի, Փոշյանա, բալը տեսեք այդ երագլուխները դառնում են քարագլուխ եւ այլն, պոչեր են ավելանում, կներեք երկիր են կորցնում եւ հիմա էլ իրեն գալիս են ասում են տեսնում եք, պատկերացնում եք, մենք ճիշտ դուրս եկանք, պետք է իրանց ձայն տայինք Նիկոլ Փաշինյանին քաղաքացիական պայմանագրին, որովհետև գոնե այս արդյունքը ստացան, բա որ մի քիչ շատ լիներ, բա որ հանկարծ որակական մեծամասնություն չունենային եւ այսպես շարունակ։ Այդ դրա համար մենք ի սկզբանե ասում ենք, որպեսզի այդ խնդիրները չառաջանան։ Դեռ 2018 թվականից պետք էր իրավաքաղաքական գնահատական տալ եւ այն ուժերը, կազմակերպությունները քաղաքական, լրատվականները, քաղաքական գործիչները, որոնք մաս են կազմել իշխանության ուզուրպացիային, բռնազավթմանը, իրենք պետք է քաղաքականությունից դուրս բերվեին։ Այսինքն Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան, Հանրապետական կուսակցություն, Դաշնակցություն, Սերժ Սարգսյան, իրենք բոլորը պետք է արգելվեին մասնակցեին ընտրությունների։ Նաև որևէ տեսակով ֆինանսավորեին, հա, ինչ որ, չգիտեմ, թաքնված տարբեր շղարշների ներքո պատսպարված կուսակցություններ եւ բան ստեղծեին եւ բերեին։ Այդ ամեն ինչը կարելի է հենց ի սկզբանե ուրեմն արգելել եւ մենք ունենանք շատ լրիվ այլ որակի ընդդիմություն եւ այլ որակի քաղաքական նաեւ խոսույթ։ Մենք չենք ունենա այս բարբաջանքը 300,000 ադրբեջանցիների մոտ, որովհետեւ Սամվել Կարպետյանը կա, որովհետեւ Ռոբերտ Քոչյանը օրինակ իր պատիժը չի ստացել որպես քաղաքական գործիչ։ Եվ մի Ես չեմ ասում իրենց կախել հրապարակում, չգիտեմ, գումարները վերցել, ունը զրկել եւ այսպես շանակ։ Իրենք էլ շնորհակալ կլինեն, կարծում եմ, իշխանությանը, որ իրենք օրենսդրորեն իրենց արգելվեր մասնակցել քաղաքականությամբ։ Պարոն Բլեյան, մի տնտեսական հարց, ձկնաբույծներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել կառավարության մոտ, ասում են ապրանքը փչանում է, Եվրոպան չի կարող փոխարինել Ռուսաստանին։ Այ կարծում եք, որ այն այսպես կոչված պատժամիջոցները, որ Ռուսաստանը կիրառում է մեր տնտեսվարողների նկատմամբ, այսպիսի ակցիաների տեսքով է փորձելու իրականացվել։ Ես անկեղծ պետք է ասեմ, ամենայն հարգանքով ձկնորսների նկատմամբ, ձկնորսությամբ զբաղվող բիզնեսմենների նկատմամբ, բայց երբ դեռ նախընտրական շրջանում իմացա, որ Ռուսաստանը պատժամիջոցներ է կամ ինչպես ասում են, սահմանափակումներ է մտցնում, ես ուրախացա։
Եվ այո, այստեղ ես պետք է համաձայնեմ նախարար Պապոյանի հետ, որ մեզ այսպիսի բաներ պետք, որպեսզի մենք շարժվենք։ Տարիներ շարունակ մենք ասում ենք ժողովուրդ ջան, գալու է այդ օրը։ Հիմիկվանից սկսեք արդեն աշխատել այդ ուղղությամբ։ Ձեր ստանդարտները բարձրացրեք, նոր շուկաներ ձեռք բերեք։ Այսինքն որակական առումով է ուրախանում, որ ցածրորակ ապրանքը կարող է ավելի բարձրորակ դառնալ, որովհետև այնպես չի, որ մեր ապրանքների որակը շատ հաճախ բոլորս էլ գիտենք, էլ ինչ է։ Այո, աշխատեք ձեր որակների վրա։ Շատ հաճախ ինչ նախ գնային քաղաքականություն նախայտարարք մեր գինիների, երբ մտնում ենք սուպերմարկետներ, տեսնում ենք իտալական, ֆրանսիական գինիների գներն ու հայկական մի քիչ աբսուրդային։ Դա ԵԱՏՄ-ի հետևանքն է այդ ամենը։ Դուք օրինակ ինչի՞ չենք համատում, օրինակ Վրաստանում ապրանքների գները եւ Հայաստանում ապրանքների գները։ Մենք գիտենք, չէ՞, գնում ենք Վրաստան, տեսնում ենք որքան էժան է ամեն ինչ։ Մեքենաներից սկսած։ Եվ այդ ամենը ԵԱՏՄ-ի հետևանքն է։ ԵԱՏՄ անդամակցությունը կապանք է Հայաստանի տնտեսության համար։ Եվ ես ուրախ եմ, որ Ռուսաստանը դեռ շարունակում է այդ պատժամիջոցները, որտեղ դա ժամանակ է տալիս ձգտորցներին, ծիրանագործներին, խնձորագործներին, մնացածներին մոռանալ ռուսական շուկայի ժամանակ, ինչ որ ժամանակ, ինչ որ կարճ ժամանակով, հետո իրենք են աղերսելու արդեն ձեր ծիրանը, որ ավելի թանկ գնով գնեն Ռուսաստանում։ Հիմա դուք հնարավորություն ունեք արաբական, եվրոպական եւ այլ շուկաներ մուտք գործել, որոնք ավելի վճարունակ են, ավելի գնողունակ շուկաներ եք մուտք գործում։ Շնորհակալություն։ Միշտ սիրով։ Հիշեցնեմ իմ հյուրը ժողովրդավարության եւ անվտանգության հայկական կենտրոնի տնօրեն Արնոլդ Բլեյանն էր, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։